Ինտերնետով ընտրել, թե ինչ ես ուզում սովորել և ընտրած կրթությունը ստանալ հեռուստացույց նայելիս։ Ֆանտաստիկ թվացող այս գաղափարը ծրագիր է, մշակել են մի խումբ երիտասարդներ։ Հեռուստադիտողի հրամանը հեռուստաինտերնետը կկատարի անվճար։ Ինքը ունենա հեռուստաալիք, որտեղ իրենք սովորացնեն կիրառել ինֆորմացիոն տեխնոլոգիաները։ Ինքը այս համակարգի վեբսայթի միջոցով հնարավորություն կունենա ընտրել, թե հատկապես ինչ է նա ուզում սովորել և հատկապես ինչ ինֆորմացիա ուզում ստանալ։ Երիտասարդ ծրագրավորողների մյուս խմբում Քրիստոֆեր Չայելը ներկայացնում է Գերմանիան։ Առաջին անգամ է Հայաստանում, ասաց չէր պատկերացնի, որ այսքան կարճ ժամանակում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման գործում այստեղ կհասնեն կապիտալիստական Եվրոպայի ետևից։ Ծրագրավորման բավական լավ փորձ կա այստեղ, հնարավորություն ճիշտ գնահատելու և կազմելու երկրին անհրաժեշտ նախագծերը։ Քրիստոֆերի խմբի առաջարկը ինտերնետը այգեգործին ծառայեցնելու պարզ սխեմա է։ Պետք է մայրաքաղաքում կենտրոն բացել, սերվեր դնել մարզերում ու կապի մեջ մտնել գյուղացու հետ։ Գյուղերում տեղադրվելու են ընդհանրապես էկրաններ, որոնք հնարավորություն են տալու կատարել ամենապարզ գործողություններ կատարելով, պատվիրել ինչ-որ բան գյուղի հետ կապված, օրինակ դեղամիջոցներ, պարարտանյութեր։ Ովքեր մտածում են, թե նախագծերը հնարավոր չեն իրականացնել, թող հիշեն Artgo International-ի փորձը։ Կազմակերպությունը մի քանի տարի առաջ մի քանի ուսանող են հիմնել։ Արմեն Օրուջյանը նրանցից մեկն է, երիտասարդներին քաջալերեց Սարբուլատ խանը։ Բիզնես կողմնորոշում ունեցող նախագծերը շահավետ են, բանկերը հաճույքով կֆինանսավորեն, մնացածի համար էլ գումար կգտնվի, վստահեցնում է ինկուբատոր հիմնադրամի ղեկավարը։ Հայաստանում ստեղծվել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների երիտասարդության ՄԱԿ-ի Գլոբալ Ալյանսի համաշխարհային կենտրոնը, այսինքն այս ծրագրերը պատահական չեն ներկայացվել, այս ծրագրերը կլինեն այն առաջին ծրագրերը, որոնք կենտրոնի կողմից կաջակցվեն։ Իննովացիոն համաշխարհային հանդիպումը երիտասարդներն ավարտեցին էլեկտրոնային հասցեները փոխանակելուց հետո միայն։ Էկոնոմիկայի նախարարը համաժողովից հետ աշխատասենյակ գնաց, երկրի գիտատեղեկատվական կենտրոնի բարեփոխման բանալին գտած։ Այստեղ օրինակ ես գաղափար գտա դրա համար, որ պետք չի գիտությունը հավաքել միտեղ, հետո որոշել ոնց բաժանել բիզնեսին, այլ պետք է ֆորում ստեղծել, որ մարդիկ իրենք այդ արժեքները ստեղծեն այնպես, որ հետո մեկը մյուսից կարողանան փոխանակել ու օգտագործել։ Հերմինե Բաղդասարյան, Արման Ղարիբյան, Հայլուր։